Այստեղ էլի ես եմ մայրիկիս հետ։ Դե մազերս դեղին էին։ Իսկ լորում Ստեփանավանում դեղին հետով քեր են։ Բադիկի ճուտիկները, որոնց ասում էին բուլիկ։ Այդ տեղից մնաց դեղին մազերի շնորհիվ անունս մնաց բուլիկ։ Հիմա ընկերներս, թորներս, ծորներս, հարազատներս գիտեն, որ ես բուլիկ եմ։ Չորեքշաբթի օրներ 5:30 այս թեմասն առաջացավ, նվագեցինք, ձայնագրեցինք, լրացրեցինք մեր պակաս րոպեները եւ անունը մնաց Չորեքշաբթի 5:30-ին։ Վերջի մտնողը դուրը թոփագի։ Մի անգամ աղջիկս ես բոլորը հավաքեց եւ ես նենց վատ վիճակում էի, ինչ-որ մի բան պետք էր լինում, չգիտեի որտեղ փնտրեմ։ Իսկ այստեղ ես արդեն գիտեմ ինչը որտեղ դրած է, ինձ որ սա ստեղծագործական խայտապղետությունն է եւ ստեղծագործական կազմակերպված անկազմակերպություն։ Ժամանակ երկու երազանք ունեին, առաջինը որ ծովային դառնամ։ Հետո աչքերս որ խարավ եղավ, հետո տրամվայով արդեն որ գնում էի ինչ-որ մի տեղ, որոշեցի որ լավ կլինի տրամվայի վարորդ դառնամ։ Դեն ամեն ինչի գիտեի ոնց են տրամվայը քշում։ Ես մի հատ փս ես անում, կանգնում է։ Հետո ես փսը հանում ես, ես մի հատը պտտում ես տղ, տրամվայը շարժվում է։ Ես ոտի տակ էր զանգնա, ծնկ։ Լրիվ տրամվայ քշել գիտեի։ Էն էլ չհասցրեցի։ Մինչև տրամադրվեցի, տրամվայի գծերը Երևանում հանեցին։ Հենց որ այդ երազանքն էլ վերացավ, բայց հիմա էլ մեկ-մեկ երազում տրամվայ եմ քշում։ Ես հիշում եմ առաջի ստեղծագործությունս, որը գրի առա։ Առաջի հարկը խորեոգրաֆիկ ուսումնարանն էր։ Երկրորդ հարկը եւ երրորդի կեսը Չայկովսկու անվան երաժշտական 19 դպրոցներ, իսկ երրորդի կեսը եւ չորրորդ հարկը ուսումնարանն էր։ Այստեղ եմ ես ձևավորվել, չգիտեմ որքանով, եւ իմ խորի շնորհակալությունը Մայրանուշ Դեխտրիկյանին հայտնուբենը սովորեցնելու համար։ Նունե Գինեսյանին մեկին գումարած մեկը սովորեցնելու համար։ Մարի Արշակովնային, նրա համար որ Տոն եւ Ռեն երգելու սովորեցրեց եւ Իրինա Արկադյունային, որ ինձ ստեղնաշարը հարազատ դարձրեց։ Իմ խոնարհում այս դպրոցին, շնորհակալություն։ Այստեղ էր մեր դասարանը, շուշաբաններ եւ քիմիայի կաբինետներ։ Եվ այս շենքում ապրում էին դասատուներից նույնպես։ Եստեղ Կինոսյաններ ապրում, Գյորգի Վարդովիչ Սարաջևներ ապրում, այստեղ Մարիա Արշակովնան էր, մեր սոլֆեջիոյի ուսուցչուհին։ Прекрасно, Джана моя. А что за эволюция? Мне вот сейчас обо мне что-то снимают. И сейчас тоже снимают, если вот так вот. Ուշեր, այսօր դարձել եք հայելի, ձեր մեջ տեսնում եմ ինձ։
Տատիկս, հա։ Հրաշալի տատիկս։ Տատիկս մի յուրահատուկ կին էր։ Երբ որ երկու զավակ կորցրեց մի օրվա մեջ, ավտովթար եղավ, հայրս և իրաքույրը զոհվեցին, ես և հորաքրոջիս աղջիկը, իր հայրը ֆրոնտում էր այդ ժամանակ, և այնպես նա կարողացավ մեզ պահել, որ մենք ոչ մի բանից մեզ, ոնց ասած, զուրկ չենք մնացել։ Ճիշտ է, մի օր ես տեսա, որ ձեռքի են հաստ սենց մատանի կար, ոնց են ասում են, որ հաստ լինում է, ամուսնության մատանին իրա։ Մի օր տեսնեմ չկա, տատ, ես մատանի տուրա, ասում ամանները լվանում էի, ինչ-որ միտեղ դրել եմ, մոռացել եմ երևի, կգտնենք։ Մի օր տեսա ականջողերը չկային, որ բողջա ականջող են ասում։ Տատ ականջողեր դուրա։ Գիտես ականջներս ցավացնում էր, այնտեղ միտեղ դրել եմ։ Լավ, հետո գտնենք, բան։ Հետո հասկացա, որ մեզ կինոյի փող էր տալիս, ամեն օր նախաճաշի փող էր տալիս։ Ընկերներով որ դուրս էին գալիս, մի 2 կոպեկ տալիս էր, որ հետս ձեռքիս ինչ-որ փող լինի։ Հասկացա, թե դրանք որտեղից էին, դրանք բոլորը Լոմբարդից էին։ Ես հայրս ասա լու ժամանակ, սաստեն ավելի ու շրջանի, հայրս ուզում էր, որ եկ ջութակահար դառնայի։ Մի հատ ջութակ վերցրեց հայրս, և բերեց ձյաձե Խայիմին, որպեսզի ձյաձե Խայիմը ինձ ջութակ սովորեցնի, ես 5 տարեկան էի, սա 43 թիվն էր։ Дядя Хаим գալիս էր, ես ասում եմ, дядя Хаим, а вы пока настройте скрипку, я немножко поиграю։ Գնում էի գնդակա բանա կուբիկներ աչքիլես ինչա բան, զբաղվում էի, հեծանի բուն էի 3 ագնանի քշում էի, ասում եմ, мальчик, Мартин, я настроил инструмент, в общем, գալիս էի, բնում էի, а вы покажите, как надо, ինքը աղեղը ցույց էր տալի, ոնց եմ բռնում, ես բռնում էի, բանը չոր, ասում եմ, ой, рука устала, բանը չոր, սենց ջութակս ես բռնել է։ Մի խոսքով 1 օր, 2 օր, 3 օր, և մի օր հայրիկիս ասաց, в этом мальчике я не вижу скрипача։ Դեղից իմ ջութակի էպոպեան ավարտվեց։ Հետո իմ կյանքում մի շատ նշանակալից դեպք եղավ։ Մի քանի տարի հետո մայրս ամուսնացավ մի հրաշալի անձնավորության հետ, Ավետ Գաբրելյանը, ջութակահար։ Քվարտետ կոմիտասի հիմնադիրներից մեկը ինքը և Ասլամազյանն էին հիմնադիրների։ Մաման ինձ կանչեց Մոսկվա, հետս եկող չէր կարող լինի, տատիկս ինձ ուղեկցեց, մինչև այն ավտոբուսը տանում էր այրոպորտ, այդտեղ Ահա Սարգսյանը քանդակագործ։ Տատիկս ասեց, ուշադրություն կդարձնեք, երեխան որ գնացինք ավտոբուս նստելու։ Ասեց, հա, ես էլ եմ այնտեղ գնալու։ Հիմա ինքնաթիռը վայրից պիտի կատարեր էս մի այրոպորտում, եղանակը վատ էր, տարել էին ուրիշ այրոպորտ։ Մաման ու Ավետ Կարպովիչը գնացել էին այնտեղ դիմավորելու, չկա ինքնաթիռ։ Ասեցին ուրիշ օտակայանա գնացել, ինձ բերեց Ահա Սարգսյանը, այդ որտեղ որ Ավետ Կարպովիչն էր ապրում, դա Հայաստանի մշակույթի տուն էր կոչվում, Լազարյան ճեմարանը, որ հիմա դեսպանատունն է։ Այդտեղ մի փոքրիկ սենյակ էր, որտեղ իր մայրն էր, Մարիա Արտեմովնան, իմ մայրն էր, և ես մի հատ էլ սենց կանապե փոքրիկ դիվանչիկ ունեին, դրա վրա էի քնում, այդ հետագայում, բայց խորթ հայր հասկացություն, խորթ հայր։ Եվ երբ որ եկան, մաման բանը չոր հանդիպում և այլևայլ, Ավետ Կարպովիչը ինձ գրկեց և ասավ, мы так волновались, мы так с мамой волновались, և այդքանը բավական էր, որ ես հասկանայի, որ
Սա այն մարդն է, որ որպես երկրորդ հայր կարող է լինել, եւ այդպես էլ եղավ։ J'habite seul avec maman dans un très vieil appartement rue Sarrazate. J'ai pour me tenir compagnie une tortue de Ողջույն Երևան Դավիթիչ։ et une chatte Մենք ին տուրիստում ենք։ pour laisser maman reposer. Très souvent je fais le Հա, marché ուրեմն հենց մտնում ես։ et la Vandjan. cuisine. Je range, je lave, j'essuie. À l'occasion, je pique aussi à la machine. Le travail ne me fait pas peur. Je suis un peu décorateur, un peu styliste. Mais mon vrai métier, c'est la nuit que je l'exerce travesti. Je suis artiste. Ես կարող եմ հպարտանալ, որ շատ լավ ընկերներ եմ ունեցել կյանքում։ Սկզբնական շրջանում ով բարևատալի ասում ես ընկերս ա փողոցում, չէ՞ դենց։ Ով բարև տվեց, բարև մեզ, ոնց ես բան ասում, ընկերս ա, հետո պարզվում է, որ ընկերները ընդամենը 1, 2, 3, 4, 5, գուցե 6, 7, 8, 9, 10, գուցե։ Ժորիկը Սարգսյան ֆլեյտա էր, հրավիրել էր մեկ խանչում էինք իրան, մեր ընկերներ էլի։ Միած ստեղծագործություն էի գրել ժողովրդական գնա արի մանարի գիշերները տունարին է սվինգային բաներ տարապ պա բարապ դուբապ պամ պա բարապ դուդապ խոսքով հետո ամեն մեկը սոլո էին եղավում վեր էինք երում կանգնում էին բանը չէր գրված սոլոներ էին իսկ ամենավերջում Տուտուզյան նվագում տաբամ պա կեստում վեր պարար լարամ ժորիկը նվագում էր տաբարարարամ տարամ Babam bam baram laram babarabaram tadam babaradaram tadam Հետո օրկեստրը babarabadam tuba վերջանում էր ծափահարություններ նստած ենք բեմին օրկեստրը նստած են ժորիկը վեր կացավ գլուխ տվեց Արած մենք սա օրկեստրում նստա բասմա ես սոլո ունեի այնտեղ իմ սոլոին են ծափ տալի ու ձեզ չեն ծափ տալի Так. Սունդուկյան թատրոնը ինչ ունեմ հիշելու, հա, առաջին ներկայացումը Սունդուկյան թատրոն, ընդհանրապես առաջինից։ Ատա, Սունդուկյան թատրոն ընկելան վրա չէր։ Ճանապարհը ցեցա։ Սկացա, որ սհեգնանք, որ դհետ մսկանք։ Իմ հիշողության մեջ պահպանվել է ինձ Սունդուկյան թատրոնը։ Բայց ես հիանալի թատրոնը որ կառուցվեց, քաղաքի մյուս թատրոններն ասեցին մենք էլ մի հատ բաժար չտանք, մեզ համար ասենք չենք կառուցեն, որտեղ հրդեհից հետո սա վերակառուցվեց այսպես։ Եվ շատ արժանապատիվ ներկայացող
Մայր թատրոն Գաֆոր Սնդիկյանի անվան։ Իներ, փեչուիներ։ Իմ ամենա առաջին ներկայացումը Արմեն Սարգսյան, պիեսը կոչվում էր Լուսամուտ։ Բեմադրեցին Խորեն Աբրամյանը եւ Ֆրունզիկ Մկրտչյանը։ Դա եղավ իմ առաջին ներկայացումը եւ առաջին մուտքը թատրոն, իրենց շնորհիվ։ Եվ դրա համար իրենց առաջել եմ խոնարհվում շնորհակալությամբ։ Այ Բեմը կախարդանք ունի, որ դուրս ես գալի բեմ, էլ չես ուզում հետ գնաս։ Հենց այս բեմը ինձ հետ դեպք պատահեց։ Պարագույրը բացվեց, ներս մտանք, նստեցի դաշնամուրի մոտ նվագում եմ, պամ, վրարամ, պամ, ինչքան բեմադրված է։ Իրանք պարեցին ինչքան բեմադրված է, բայց ես էլի շարունակում եմ։ Դե ուզած չուզած պիտի էլի շարժվեն։ Սկսեցին իմպրովիզացիաներ անել, ինչ-որ բաներ անել, իրար սենց չգիտես բռնել բարձրացնել, Յուրան Ամիրան լուսահոգին։ Մոտեցա ասում է, բուլեք վերջացրու, ասում եմ, չէ, պարեք։ Ռայլը դրված էր այս կալցոյի վրա։ Կալցոյի վրա էր դրված, այս մասում էր, ինչ-որ մեկը ճիշտ կողմնորոշվեց, կալցոն միացրեցին, ինձ տարան բեմի հետև, այնտեղ արիերը կար, հետևի պարագույրը, դաշնամուրի մոտից ինձ վերցրեցին, Ռայալը եկավ նորից կանգնեց իր տեղը, ներկայացումը շարունակվեց։ Եվ հանդիսատեսն ընդունեց, որ այդպես էլ մտածված էր։ Իսկ մենք նրանից ինչով ենք պակաս, կարգին որ նա ես վախկոտ է պալաս, իսկ մենք նրանից ինչով ենք պակաս։ Էլի կեսնո տարալա դմբա։ Ես կնիկներին կլարեմ իր դեմ, իսկ ես մի քանի դժգոհներ գիտեմ, երկթունավոր ենք, օգտվենք մահից, երկթունավոր ենք, օգտվենք մահից, իմ Սա վերաբերմունք է և գնահատելի։ Ամեն անգամ անցնելիս ես հիշում եմ, ովքեր որ արդեն չկան և ողջունում եմ նրանց, ովքեր որ կան։ Լավ հուշացրից։ Հայկական ռադիոյի Հայաստանի ռադիոյի շենքը։ Ինձ համար 54 թվականից դարձել է երկրորդ տուն, 54 թվականին կվինցետում էի աշխատում որպես ակարդիոնահար, ստեղծագործական լաբորատորիա է եղել, և ես այստեղ ազնվորեն աշխատում էի թե նվագախմբի հետ, թե ձայնագրություններ էին գանում, թե հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը զարումով, թե ռադիո և հեռուստացային հաղորդումներ էին նկարվում, և ես շատ շնորհակալ եմ այս շենքին, հարազատությունը պահպանվել է։ Yes, that's
Այսօր ձեր գրեթե եւ սակայն այնուամենայնիվ Շնորհակալ եմ դատող, ինչպես եք մայստրո ջան։ ձեր լավ լինելով շնորհակալություն։ Գրոհենք դիրքերը։ Այո։ Ամենալավ երևանյան երգերից, որ ես սիրում եմ, մայստրո Մարտին Վարդազյանի «Սա Երևանն է» երգ, լույս ամենօր Արարատից, ցած է իջնում նոյեմբես, որպեսի մութը փարատվի, եւ արևը ժպտա մեզ, դռները որ բացվեն զվարթ, մարդիկ ելնեն տներից, որ փողոցները արթնանան ժպտան օրից ու նորից, սա Երևանն է։ Հիշում Արգենտինայում, որ նվագում էինք։ Հետո մի հատ կին եկավ, ասես պրոշներում ինձ մի հատ բան կակցեց։ Ես պատշգամբում էի քնում, երբ որ եղանակը թույլ էր տալիս, Ամբողջ շենքը քնում էր պատշգամբում։ Առավոտյան զարթնում էին հարևաններն իրար բարելուս, դաշակները հավաքում գնում էին ներս։ Հիմա ոչ ոք պատշգամբում չի քնում։ հետո 56 թվին ամենակարևոր իրադարձությունը կայացավ։ Թբիլիսից մի հատ աղջիկ էր եկել, որ ուզում էր ընդունվել կոնսերվատորիա։ Դա Իվետան էր, որի հետ 4 տարի ծեր բռնած իրան ուղեկցում էի, այստեղ իրանք ինքն էլ քրոջ տանն էր ապրում։ Իմ երեկոյան, երբ որ ես կինոնայիրից վերցնում էի Իվետային կոնսերվատորիայում սպասում էր, բերում էի իրեն, հասցնում էի տուն գալիս էի, հետո անկողինս այստեղ քսում էի եւ պայմանավորվել էինք այսին ժամին, ես այստեղից ինքը իր այդ քրոջ պատշգամբից ծառերը փոքր էին, պատշգամբը երևում էր։ Այսպես վարում էինք, ես այստեղից, Իվետան ընդեղից, ես այստեղից, Իվետան ընդեղից։ Լարարի, լարարարիրա։ Ճա, ախտամար էինք անում։ Այսպիսի ռոմանտիկ հիշողություններ։ Այնտեղից Իվետայում տիպեր էինք այստեղ, ես անցնում գալիս ենք մեր տուն։ Այստեղ մեր հյուրերն են հավաքված, այնտեղ իրանց բարեկամներն են, որ նրանց հետ տալիս են։ Ավետ Կարպովիչը, Գավրիելան, ինքն էլ հետներս մամայի հետ գնացինք Իվետային, ուրեմն ինչ որ պետք էր։ Ինչ որ ադատով պետք է լինի, էլի, այդ ամեն ինչը եղավ։ Մենք Պադեզդից որ դուրս եկանք,
Յուրանց սկսես կլարնետով նոյ Ես իվետան ենք գնում, մաման ավեր Կարպովիչև, բանը հորակույրս հետևից են գալիս էսպես, ավետ Կարպովիչես մամային ասմա, Սոֆիկը դա так положено, да, наверное, փողոցով գնում ենք, ոչ թե մեքենայով բանավ ինչ-որ, փողոցով գնում ենք, նվագում ենք յուրանը բանը, մազալեր, հայ գիդի հայ, 57 տարի միասին ապրեցինք, 57 տարի, վայելեցիր զավակները, թորները և 5 ծորից 4-ին հասցրեց գրկի, 4 ծորի հասցրեց գրկի, 5-րդին չհասցրեց, Այստեղ արդեն կոմպոզիցիայի դասարանն ավարտեցի Էդուարդ Միրզոյանի մոտ, առանց չափազանցնելու ասեմ, որ այն դասախոսները, որոնցի որ ես ուսանել եմ, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում։ Բարձրակարգ մասնագետներ ամեն մեկն իր բնագավառում։ Միջալեց ինձ հետ կոնսերվատորիան ավարտելուց մի դեպք եղավ, միշտ հագցնեմ ես ծույլ էի, միշտ չէր որ գնում էի դասերին պատրաստված կամ ընդհանրապես գնում էի, երբ որ մի երկու դաս բաց թողած գալիս էի Գյորգի Վարդովիչը Սարաջևը, հայուն երաժիշտ, հրաշալի անձնավորություն, ասում էր, բարև ձեզ, դուք չեք սխալվել, որ այս լսարանն եք եկել։ Քննության ժամանակ զգացի, որ երկու տակտ հետո սպիտակա, դադարկա, չկա։ Մինչև այդ սկսեցի ինձանից հորինել ինչ-որ իմիտացիաներ, ինչ-որ բաներ, որ ինչ-որ մի ձևի բերեմ ավարտացնեմ ես գործը։ Պատկերացնում եք Բախ։ Մի երկու բան արեցի, մեկը չրխկ միացավ, շարունակեցի, ավարտեցի ոնց որ գրված է, քննարկեցին, չգիտես ինչի գերազանց դրեցին։ Գյորգի Վարդովիչն ասում է, Գինզբուրգ знаешь, что сказал?
Он сказал, впервые вижу, когда в Бахе теряют текст и не останавливаются. Ասի հո դրա համար չէր, որ ինձ գերազանց են դրել։ Այսօր կարելի է եւ տեսնել երաժշտությունը։ Կարելի է լսելին տեսանելի դարձնել եւ կարելի է տեսանելին լսել։ Այ հարկավոր է դրան հասնել, որպեսզի քո ամեն մի գրված նոտան ինչ որ մի պատկեր առաջացնի եւ այն մտահղացումը, որ դու ունեիր, կարողանաս հասցնես ունկնդրին։ Ստեղծագործականը, եթե այբուբենից չսկսես եւ ովեին չես հասնի։ Այդ ամեն ինչը պիտի սկսվի նրանից, որ դու նախ եւ առաջ տիրապետես քո ազգայինը ճանաչես եւ նրա հնարավորությունները։ Ուրեմն որքան երաժշտական ժանրեր կտիրապետես, այդքան դու անգամ ստեղծագործող ես։ Զարգացնում ես քո զինանոցը ստեղծագործական։ Հիմա հաճախ ես լսում եմ ստեղծագործություններ, որտեղ իմաստը չկա, կա տեխնիկա։ Կա տեխնիկայի տիրապետումը։ Այսինքն ասելու ձևը յուրացվել է, բայց ասելիքը կորսվել է։ Դա ինձ անհանգստացնում է։ Եթե կողքից նայես, կոմպոզիտորը ոչինչ չի անում։ Կարող է գաս ինձ դաշնամուրին մոտենա, ինչ որ ինչ որ սենց բաներ անի, հետո գնա պարկի դիվանին, հետո գա այդ ինչ որ տնկացրել էր նոտաներին գրի, ասես ծույլ մարդու գործ է, այս իմ գործն է, ու որոշեցի դառնամ կոմպոզիտոր այդպես։ Ողջույններս։ Այս թատրոնը հիմնվել էր 1943 թվականին, Արտեմի Այվազյանը գեղարվեստական ղեկավար, իմ հայրը դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը։ Պատկերացնում եք, պատերազմի տարիներին Երևանում բացվում է օպերետայի թատրոն։ Սա էլ նշանակում է հավատ հաղթանակին։ Մեր արվեստը պետք է շարունակվի, բայց իսկապես դա երևույթ էր։ Բարև ձեզ։ Բարի տեսան։ Բարև եկել մեր համեցեք։ Եկած էր ժպիտը վայելում, որ կյանքս իժուր չանցնի։ Իսկ մենք ձեզ ենք վայելում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Երկար եւ բովանդակալից կյանք քեզ, երևանցիների սիրելի թատրոն։ Մենք գտնվում ենք Երևանի Պիոներ պալատի շենքի մոտ։ Եվ այստեղ հիմնադրվեց Պատանի հանդիսատեսի թատրոն։
շատ յուրահատուկ դահլիճ, որտեղ դու զգում էիր ոչ միայն քեզ, այլ զգում էիր կողքիդ նստածներին։ Հետո քանի որ ներկայացումների մեծ մասը, անդրադարձը, անմիջականությունը, անմիջական շփումը դահլիճի եւ բեմի, համատեղ վերապրումները, արձագանքները մանկական այդիվա ականջիս ներկայացումների ժամանակ։ Իսկ նոր տարվա ներկայացումները, այստեղ մի երկու հատ էլ նոր տարվա ներկայացում եմ արել երաժշտությունը, որ ասում էին իսկ չտեսակ ուր գնաց ծմեր պապին կամ ինչ որ մեկը, երեխաները բոլորս այն կողմ գնաց։ Ներեցեք թատրոնում ենք գտնվում, գլխարկս հանեմ։ Հին հայկական ժողովրդական երգ Summertime, որտեղ բոլոր երգիչները երգում են։ Այսպեսի տարբերակ եղավ։ Պատերազմի տարիներին բոլոր տներից հավաքել էին ռադիոընդունիչները։ Տանը ռադիոընդունիչներ չկային։ Հաղթանակից հետո այդ բոլորը վերադարձրեցին։ Բայց ինչն էր հետաքրքիր։ Երբ որ խոսում էին, կար հայերեն հաղորդում, ռուսերեն հաղորդումներ, Ամերիկայի ձայնը, դրանք խլացվում էր, շարունակ լսվում էր այդ ալիքի վրա։ Գիշերը 11:15 այդ խլացուցիչները Ամերիկայի ձայնը անջատվում էին եւ լսվում էր։ Time for jazz. Willis Conover in Washington, D.C. Համասարանը որ գնացել էինք Չեխոսլովակիա, այնտեղ սկսում էին գրումը Վուդի Էրմանը մի հատ պիես ունի, Հերլիոտում, 4 սաքսոֆոն, եւ այլ։ Հետո դրանից մի անգամ սկսում ենք Take Days Rain-ը, դրանով սկսում էինք համերգը, համերգից հետո մոտեցան ասին, բա մեզ ասում էին, որ Սովետական միությունում ջազն արգելված է։ Ես ասեցի, մեզ ասեցին հատուկ ջազ նվագեք, որ նրանք չկարծեն, որ Սովետական միությունում ջազն արգելված է։ Մենք հիմա գտնվում ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դահլիճի, այստեղ փորձ է գնում, դրա համար ես կամացել եմ, որ համ իրենց չխանգարեն։ Դա էլ հետաքրքիր է, այսպես կամացել խոսել։ Ես էլ իրանց հետ կարող եմ։ Այս թատրոնը շատ մեծ նշանակություն ունի եւ ամեն ինչը շնորհիվ Սոս Սարգսյանի։ Բոլորին ջերմագին ողջույններ բարեմաղթանքներով համենված։ Չարենցն ասել է աշխարհի կենտրոն Մոսկովն է, իսկ Երևանի կենտրոն
Մոսկվա կինոթատրոնն է։ Ֆոյեում մեջտեղը հատուկ նվագախմբի մանկան էստրադա կար կառուցված եւ 36 թվականին երբ որ բացվեց Մոսկվա կինոթատրոնը, այստեղ իմ հայրիկին հրավիրեցին, որ նվագախումբ ստեղծի եւ կինո Մոսկվայի նվագախումբ։ Այդպես սա կարելի ասել առաջին պետականորեն պաշտոնապես ճանաչված ջազ նվագախումբն էր 36 թվականին Մոսկվա կինոթատրոնի նվագախումբը։ Ատոր Օրինակ իմ առաջի ֆիլմը դա Էրնեստ Մարտիրոսյանի դիպլոմային աշխատանքներ է։ Մարդ լինելը տաղանդ է։ Այդպիսի անվանում ուներ ֆիլմը, այդ խատուտիկի թեման սա էր։ Իսկ Դովլազյանը տեսել էր այդ ֆիլմը։ Եվ ասեց, այս կոմպոզիտորը կարող է, բայց ես դեռ կոմպոզիտոր չէի։ Ինձ նստացրեցին ինքնաթիռ, տարան Մոսկվա, 4 ժամով փակեցին ստուդիայում, եւ ես համր ամբողջ նյութը նայեցի, եւ այդպես ստացվեց, որ լուծումը եկավ։ Մեկ թեմա, որը իր թեման է եւ Լուսիայի թեման է։ Հետո բարև ես եմ Տանյայի բարի վերաբերալ Դովլացյանն ուզում էր նու տվիստ տարածված էր, ասա մի անտնես լավ տվիստ, ես իրան ասի մետր, այդ պանամարյատ ինչ աշխատանքի է, ով է, ակադեմիկոս է, չէ, ինչ ես կարծում, ակադեմիկոսը ինքը իրա տանը, իրա համար, կունենար պահված տվիստ ձայնագրություն, որ ստեղ տվիստ դներ Տանյայի հետ պարեին, իսկ մենք տեսանք, որ աղջկա հետ ինքը ինչքան խիստ է, են տեսարանը նախորդը որ կար, դե լավ տես ինչ է, բայց նենց որ պարային ինչ-որ բան լնելի, ու գրեցի մեծ նվագախմբի հետ, պահպանելով տվիստային, տվիստային հետո Սարոյան եղբայրներումը ինձ առաջարկեցին իդրերի թեման անորոշություն վիճակը բարշ չի վաղը մյուսօրը ինչ է լինելու եւ դրա համար թեմատիկ անորոշություն նույնպես երկուն ֆիլմը հետաքրքիր բան եղավ։ Երբ որ ֆիլմը հանձնում էին կինո կոմիտեից, չեմ հիշում ով էր, մոտեցավ ինձ, Մարտին, որտեղ գտար ես հրաշալի ռոմանսը։ Սա ինչ-որ հին ռոմանսներից է։ Ասի ես եմ գրել։ Ասա, չէ, չի կարող պատահի։ Կինո երաժշտությունը մի առանցին բնագավառ է, որտեղ դու պիտի տիրապետես, իսկ եթե անհրաժեշտ է, նորից ուսումնասիրես եւ ծանոթանաս։
Գիլեն Զաքարյանի վերջին նետուն ֆիլմն էր։ Այնտեղ ֆիլմը սկսում էր նույն թեմայի թավջութակի, որը հետո արդեն պիտի դառնար ֆինալը։ Ֆինալում ջութակներն էին սկսում։ Ստեղծագործական առումով էլ շատ հետաքրքիր բաներ եղել են, որ պատրաստի ստեղծագործությունից հրաժարվում ես, որպեսզի նորից խմբագրես, այդպես էլ ալինում։ Գտնում ես, որ ինչ-որ մի պահ, այստեղ է ինչ-որ ես ենպես չի, բայց երբ որ գտնում ես են ինչ-որ գտնում ես, որ դա այդպես է, ինչ բավարարվածություն ես զգում, արդեն կարևոր չի, սա կկատարվի այսօր, թե 10 տարի հետո, թե քո մահից հետո, որ դու այս բանն արեցիր։ Այստեղ առաջի անգամ հնչեց իմ սիմֆոնիան, Գևորգ Մուրադյանը ղեկավարեց, այստեղ հնչեց ֆլեյտայի կոնցերտինոն, էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր ռադիոյի Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ ու մասնակցությամբ համերգներ են ունեցել, այստեղ իմ հոբելյանական համերգներն են անցել եւ ոչ միայն իմ շատ ու շատ հայ կոմպոզիտորների։ Մենք կարող ենք հպարտանալ մեր այս կոմպլեքսով, որտեղ եւ օպերային թատրոնն է եւ դեսերաշալի համերգային դահլիճը քաղաքի կենտրոնում։ Եվս մեկ անգամ, որքան էլ ասեմ, դա չի արտահայտի ամբողջ իմ զգացմունքը այս դահլիճի նկատմամբ։ Շնորհակալություն քեզ։ Ֆիլհարմոնիկ մեծ դահլիճ, Արամ Խաչատուրյանի անվան։ Մարդու համար ամենամեծ երջանկությունը եւ ամենամեծ նվաճումը դա թոր եւ ծոր գրկելն է եւ հետեւել ինչպես են նրանք մեծանում։ Բոլորիդ եմ ցանկանում։ Գիտեք, երևի թե մի անգամից ամեն ինչի չեմ հիշի եւ որքան էլ որ նկարեք, ինչ էլ անեք, ինչ որ խոսեմ, հետո միևնույնը կմնա ինչ որ մի երկու բան կասեմ, վայ ափսոս էս մարդու մասին չասեցի, վայ ափսոս էս իրադարձության մասին չասեցի։ Բայց դե կյանքը շարունակվում է, երևի էլի առիթներ կունենանք հանդիպելու ձեզ հետ։ Թե չարժի։
Սել Մարտիրոս Պապն է, որին ես չեմ տեսի, ուզում էին անունս դնեին Մարտիրոս, բայց ասին մի քիչ երկար է, դրա համար անունս դրեցին Մարտին, չնայած ապրիլին եմ ծնվել։